Սիրելի հեռուստադիտողներ, Առողջության բանաձևն է մեր եթերում եւ այսօր խոսելու ենք մեքենայի անվտանգության դեղատպի մասին։ Մասնավորապես ճանապարհին արտակարգ իրավիճակ կարող է առաջանալ ցանկացած պահի եւ շատ կարեւոր է ոչ միայն արագ արձագանքը, այլև այն, թե ինչ առաջին օգնության դեղատուփ ունենք ձեռքի տակ։ Ինչ պետք է անպայման լինի մեքենայի առաջին օգնության դեղատուփում, ինչ պարագաներ են ցանկալի ավելացնել եւ ինչպես ճիշտ օգտագործել դրանք։ Այս մասին կզրուցենք Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության մասնագետ հրահանգիչ Ալավերդյան Մանեի հետ։ Բարև։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ձեզ շնորհակալ։ Եվ առաջին հարցը հետեւյալն է, յուրաքանչյուր դեղատուփ ունի իր պարունակությունը, որոնք են այն պարտադիր պարագաները, որոնք որ պետք է լինեն մեքենայի առաջին օգնության դեղատպում։ Տեսեք, սա միջազգային ստանդարտներին համապատասխան պայուսակն է առաջին օգնության, որը հիմնականում օգտագործում են մեքենաների մեջ, բայց կարող են նաև մարդիկ օգտագործել իրենց հետ անձնական օգտագործման համար, կարող են տանել արշավների եւ այլնի համար։ Եկեք միասին հավաքենք, տեսնենք ինչ ենք առասարակ մենք։ Առաջինը պաշտպանվելու համար շատ կարևոր են ռետինե ձեռնոցները, որ մենք մեր ձեռքերով չդիպչենք տուժածին։ Այստեղ կան նաև փաթույթային վիրակապեր, որը կարող է օգտագործվել արնահոսություններ, այրվածքներ կամ նմանատիպ վնասվածքները վիրակապելու համար։ Տարբեր չափերի են, կա թե մեծը եւ թե փոքրը։ Այստեղ նաև ունենք էլաստիկ բինտ, որով կարող ենք վիրակապել արդեն մկանային ջղացուքումներ, եթե լինեն կամ թեկուզ հենց օձերի կծածների ժամանակ են օգտագործվում։ Ունենք նաև սառցեպարկ, որը բավականին հարմար է մեքենայի մեջ օգտագործման համար, երբ որ ձեռքի տակ չկա ջուր կամ նմանատիպ այլ միջոցներ սառույց, կարող ենք օգտագործել է սառցեպարկը, ինքը շատ հեշտ է օգտագործվում, ուղղակի իրան թափ եք տալիս, միանգամից ինքը սառում է ու կարող եք արդեն դնել վնասված վերջույթի վրա։ Շատ լավ։ Այստեղ մեր եռանկյունաձև վիրակապերն են, որը մենք առաջին օգնության մեջ բավականին հաճախ ենք օգտագործում։ Իրենցով արդեն կարող եք վերջույթներ անշարժացնել, նույն գլխի վիրակապ իրականացնել, ձեռքի կամ ոտքի կոտրվածքներ նույնպես կարող եք անշարժացնել։ Կան նաև ստերիլ անձեռոցիկներ, տեներիսներ, ալկոհոլային գնդիկներ, որով կարող եք դուք արդեն ձեր համար օգտագործեք, ինչպես նաև յոդ, բավականին էլի հեշտ օգտագործվում են, իրենք միանգամից մեջտեղից կիսում եք ու հեշտ կարող եք արդեն օգտագործել։ Պինցետ, մկրատ եւ իհարկե ՍԹՎ դիմակներ, որպեսզի եթե ինչ-որ դեպքի հանդիպեք, որտեղ ունեք անգիտակից շնչող տուժած եւ կարիք կա սիրտօգային վերակենդանացում իրականացնելու, շատ ճիշտ կլինի, որ դուք ունենաք ձեր մոտ այս ՍԹՎ դիմակներից, որպեսզի բերան փչում չիրականացվի։ Շատ լավ։ Սրանք այն հիմնական պարագաներն են, այո, Մանե։ Իսկ ինչ խորհուրդ կտաք ավելացնել այս հիմնական պարագաներին դեղատուփում, որպեսզի առավել օգտակար լինի եւ արտակարգ իրավիճակներում առավել հեշտ լինի եւ արդյունավետ լինի օգնություն ցուցաբերելը։ Տեսեք, այդպեսին որպես խորհուրդ կասեի, որ ունեցեք ուղղակի այս ամեն ինչը, որը իրականում բավական է հենց առաջին օգնություն ցուցաբերելու համար, միջև մասնագիտական օգնությունը արդեն կժամանի, որպես հավելում ասեմ, մենք որպես առաջին օգնող իրավունք չունենք դեղորայք դեղամիջոց տրամադրելու տուժածին, հետևաբար մենք մեր առաջին օգնության պայուսակներում դեղորայք դեղամիջոցներ չենք տեղադրում, բայց եթե մարդը ցանկություն ունի իր պայուսակի մեջ ունենալ այդ դեղերը, շատ հնարավոր է ինքը հավելացնի ու ըստ կարիքի օգտագործի։ Շատ լավ։ Կարծում եմ դուք էլ կփաստեք, շատերը շատ հաճախ մեքենայում այս առաջին օգնության դեղատուփը պահում են շատ երկար ժամանակ, անգամ տարիներով, չեն ստուգում, չեն նայում, որքան հաճախ պետք է վերանայել, ինչպես է անհրաժեշտ ստուգել, ինչի վրա ուշադրություն դարձնել եւ ինչպես ճիշտ պահպանել դեղատուփը։ Տեսեք, իրականում ցանկալի է, որ ինքը տենց հիմնականում արևի տակ չլինի, այլ տենց փակ միջավայրում լինի ու պարբերաբար իրենց գոնե 3 ամիսը մեկ բացվի, նայվի, որովհետեւ իրանք ունեն պահպանման ժամկետներ, որոնք որ կարող են լրանալ, հետեւաբար իրենց պարբերաբար գոնե 3 ամիսը մեկ ստուգելու դեպքում, որ եթե ինչ-որ խնդիր արդեն առաջանա, հնարավոր լինի փոփոխել։ Կարող են արդեն բետադին, բերեկից նման բաներ եւս ավելացնեն վերքերի մշակման համար։ Շատ լավ։ Այ եթե օրինակ ճանապարհին ականատես ենք լինում որոշակի իրավիճակի արտակարգ կամ ինչ-որ միջավայրում, ինչ-որ միտեղ մարդ իրեն վատ է զգում, որ պարագաներն են, որոնք որ պետք է նման իրավիճակներում օգտագործեն, մինչև
մասնագիտական օգնության ժամանումը։ Այսինքն կան որոշակի պարագաներ, որոնք որ հստակ անհրաժեշտ է օգտագործել։ Որոնք են դրանք։ Տեսեք, իրականում դա կախված է թե ինչա տեղի ունեցել։ Եթե տուժածը օրինակ գտնվել է արևի տակ, ունի գլխացավ եւ այլն, այդ պարագայում դեր սառը թռչոցը կամ թեկուզ ջուրը կարա իրան արդեն ոնց որ վերահսկեք իրավիճակը միջև մասնագիտական օգնությունը կմոտենա։ Եթե օրինակ ունեք ձեռքի կոտրված, երեխայի անկելա ձեռքը կոտրվել է, դուք շատ հեշտությամբ կարող եք եռանկյունաձև վիրակապով վերջույթը անշարժացնեք, որ ինքը ուղղակի սահմանափակի իր շարժումները, միջև մասնագիտական օգնությունը կմոտենա, արդեն մնացած գործողությունները կիրականացնի։ Հետևաբար իրանք բոլորն էլ կարևոր են, բոլորն էլ օգտագործվող պարագաներ են, կախված իրավիճակից։ Դե ինչ ման է, եւ վերջում ցանկանայի, որպեսզի դուք ձեր խորհուրդը ուղղեք մեր վարորդներին։ Տեսեք, իմ խորհուրդը վարորդներին ունենալն է հենց առաջնորդության պայուսակը իրենց մոտ, որովհետև թե կարող է դա պետք լինի իրենց, թե իրենց շրջապատող անձանց, եւ իրականում առաջնորդության արգղիկ ունենալը ու առաջնորդության հմտություններին տիրապետելը կարող է շատ մարդկանց կյանքեր փրկել, ու այնպես չի, որ մենակ առաջնորդության արգղիկ ունենալով մենք կարող ենք վստահ լինել, որ տուժածի կյանքը կփրկվի, նաեւ պետք է իմանալ, թե տվյալ բարեկամներից ինչպես օգտվել, հետեւաբար մենք միշտ խորհուրդ ենք տալիս, որպեսզի առաջնորդության արգղիկներն ուղեկցվեն առաջնորդության գիտելիքներով եւ գործնական հմտություններով։ Դե ինչ, շնորհակալություն ման է։ Կարծում եմ ունենք շատ կոկիկ եւ հարմարավետ դեղատուփ, որը շատ իրավիճակներում, ինչպես արդեն նշեցինք, կարող է դառնալ շատ կարևոր մասը այն շղթայի, որը կօգնի ճիշտ օգնություն ցուցաբերել տուժածին։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ պարզ դարձավ, որ ճիշտ համալրված դեղատուփը կարող է լինել այն ճիշտ արձագանքի մի մասը, որի շնորհիվ կարողանանք օգնել արտակարգ իրավիճակներում բազմաթիվ տուժածներին։ Ինչպես նաև եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հյուրին կարևոր գործնական խորհուրդների համար։ Մաղթում ենք բոլորիդ անվտանգ ճանապարհ եւ առողջություն։ Իսկ մենք շարունակում ենք մեր հաղորդումը։